Հայաստանի պատմություն 9-րդ դասարանի դասագրքում տեղ գտած տեղեկությունը համաձայն որի Արցախի հանրապետության նախագահը ստորագրել է Արցախը լուծարելու վերաբերյալ հրամանագիր չի համապատասխանում իրականությանը։ Այսինքն այդ տեղեկությունը ճիշտ չէ։ Ճիշտ չէ այնքանով, որքանով որ իրականությունը ներկայացված չէ լրիվությամբ։ Ես բազմիցս օրինակներ եմ բերել, երբ որ իրականության խեղաթյուրումը արտացոլվում է նաև իրականությունը ոչ լրիվությամբ ներկայացնելով։ Դուք ներկայացնում եք, տեսեք, պատմության դասագրքում, չգիտեմ, նկատել եք թե չեք նկատել, ինչպիսի նախադասության է հաջորդում այդ նախադասությունը։ Սկսվեց ռազմական ագրեսիա, ունեցանք որոշակի թվականակով զոհ, Արցախի նախագահը ստորագրեց Արցախը լուծարելու վերաբերյալ հրամանագիր եւ Արցախը հայաթափվեց։ Այնուհետև այդ նույն պատմության դասագրքի հեղինակը, որովհետև ինքն է նշված որպես կոնկրետ այդ տեքստի հեղինակ, հարցադրում է բարձրացնում աշակերտների առջև։ Ինչպես հայաթափվեց Արցախը։ Ըստ դասագրքի տրամաբանության, աշակերտը երեխան կարող է դրան տալ ընդամենը մեկ տրամաբանական պատասխան։ Արցախի հանրապետության նախագահի հրամանագրի հետևանքով։ Բայց կներեք ավարտեմ։ Այնուամենայնիվ ես չեմ կարծում, որ կարող եք գտնել գեթ մեկ արցախցի, ով որ կասի ես Արցախից դուրս եմ եկել, քանի որ Արցախի նախագահը ստորագրել լուծարելու վերաբերյալ հրամանագիր։ Ասեմ ավելին, կոնկրետ ես, որպես արցախցի, այդ ամեն ինչի մասին ես հոկտեմբերի 1-ին եմ տեղափոխվել Հայաստանի Հանրապետություն նախագահի այդպիսի բովանդակությամբ հրամանագրի մասին տեղեկատվական շտաբում տեղ գտած հայտարարության մասին իրազեկվել եմ դուրս գալուց հետո։ Այսինքն արցախցիները Հայաստանի Հանրապետությունում հայտնվել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով, սպանդի սպառնալիքի տակ, ոչ թե նախագահի լուծարման վերաբերյալ հրամանագրով։ Էլ չեմ խոսում այն մասին, որ այդ հրամանագիրը հատուկ նման մարդկանց համար, հատուկ չմեկնաբանեմ, ստորագրվել է նաև այն չեղարկելու վերաբերյալ հրամանագիր, չնայած կրկնում եմ ոչ առաջին եւ ոչ էլ երկրորդ հրամանագիրը, ուժ չեն ունեցել դրանք հրամանագիր կամ փաստաթուղթ որպես այդպեսին չեն կարող համարվել, որովհետեւ պաշտոնական տեղեկագրում տեղ չեն գտել։ Հիմա է շատ օրինակ դա շատ լավ, հենց մեր պահանջի բովանդակությունը, որ ես հրապարակել եմ, մենք չենք հերքեք, որ Արցախ հանրապետության նախագահը ստորագրել է նման հրամանագիր։ Մենք ասում ենք ընդհանրապես տեղեկություն ներկայացրեք ամբողջությամբ։ Նշեք սպանդի շարժառիթը, նշեք, որ նախագահը չունի նման լիազորություն, նշեք, որ այդ հրամանը եղել է հակասահմանադրական, նշեք վերջապես, որ այն չեղարկվել է, ինչ շարժառիթով է այն կայացել, որպեսզի ապագա սերունդը դրա վերաբերյալ ունենա տեղեկատվություն։ Պարոն Ելցյան, իրենք հարց են տալիս, եթե նման հրամանագիր չի եղել, ապա ինչպես է նորից հրամանագիր ստորագրում, որով չեղարկվում է Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը։ Ինչպես արդեն նշեցի, այդ հրամանագիրը ոչ առաջին եւ ոչ էլ երկրորդ հրամանագիրը որևէ իրավական ուժ չեն ունեցել։ Սակայն մենք նկատել ենք Հայաստանի Հանրապետությունում բազմիցս քրեական հետապնդումներ, որոնք հարուցվել են հենց այդ հրամանագրի շրջանակներում։ Օրինակ Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ քրեական հետապնդումը հարուցվել է ի թիվս այլոց նաեւ այդ հրամանագրի շրջանակներում, որովհետեւ ասել են հրամանագրով Արցախը լուծարված է, լուծարված Արցախը չի կարող ունենալ որևէ համայնքի ղեկավար, բայց դու իրացրել ես համայնքի ղեկավարի լիազորություն։ Հենց նմանատիպ թյուրըմբռնումներից կամ իրավական անորոշությունից եւ այլ շարժառիթներով պայմանավորված կամ այլ հետևանքներից խուսափելու նպատակով կայացվել է այդպիսի հրամանագիր։ Շատ դուր եկավ 168.am-ի հարցը հնչեցված Նժդե Հովսեփյանին։ Պատրաստ եք արդյոք, եթե դուք նշում եք, Նժդե Հովսեփյանը օրինակ իր հարցազրույցներից մեկում նշել է, որ ես տեղեկացված չէի մասին, որ ստորագրվել է Արցախը լուծարելու վերաբերյալ հրամանագիրի չեղարկելու վերաբերյալ հրամանագիր։ Հիմա տեղեկացված ես։ Հիմա ի՞նչն է խնդիրը, որ դու այդ իրականությունը ներկայացնես մեր ապագա սերնդին, մեր աշակերտներին։ Ի՞նչն է խնդիրը, որ այդ նույն հրամանագիրը կամ կրթության նախարարությունը, մենք պատասխանող չենք, մենք հանրակրթության մասին օրենքով այդ դասագրքերի պատասխանատուն դուք եք։ Ինչա, մենք ավելորդ բան ենք ուզում, մենք ասում ենք ներկայացրեք այն ինչ եղել է։ Մեր պահանջը կրկնում եմ, չի վերաբերում նրան, որ հերքեք այսպիսի բան չի եղել։ Մենք ասում ենք չի եղել։ Մենք ասում ենք ներկայացրեք այն ինչ իրականում եղել է։ Ինչու չեն այդպես ներկայացնում, ոնց որ դուք եք օրինակ։ Մեղքը այլ անձանց վրա բարթելը։ Ուրիշ որևէ այլ միտում չկա։ Արցախի անկման մեղքը, Արցախի հայաթափման մեղքը եւ իզուր չէ հենց այդ հարցը հնչեցում աշակերտներին։ Ինչու հայաթափվեց Արցախը։ Լավ, դուք իրականում որևիցե մեկը այստեղ ներկաներից կարող է ասել, որ Արցախը հայաթափվեց Արցախի նախագահի հրամանագրով։ Միանշանակ, ու տեսեք ինչքան ցավալի կլինի օրինակ Սամվել Շահրամանյանի աղջկա համար, ով որ սովորում է 9-րդ դասարանում, ով որ այդ դասագիրքը բացում եւ կարդում է, որ իր հայրը ստորագրեց Արցախը լուծարելու վերաբերյալ հրամանագիր, ինչի հետևանքով Արցախը հայաթափվեց։ Սա աբսուրդ է։ Պարոն Ելցյան, մի հատ փոքր նյուանսի անդրադառնանք։ Սովորաբար չափման միավորը, որ հանրային հետաքրքրություն ունեցող հարց է թե ոչ, նաև լրատվամիջոցների առատությունն է։ Այսօր
այսքան լրատվամիջոց կար, անգամ հանրային հեռուստաընկերությունը, որ սովորաբար ոչ բոլոր նիստերին է ներկա լինում, ներկա էր։ Ինչու պատասխանող կողմը համարեց, որ հանրային հետաքրքրություն չունի, օրինակ իրենք չկարողացան այդ հարցին պատասխանել։ Նախորդ հարցի պատասխանը բովանդակում է իր մեջ նաև այս հարցի պատասխանը։ Մեղքը այլ անձանց վրա բարթելով, որովհետև չեն ցանկանում, որ այս ամեն ինչը լուսաբանվի։ Հիմա այսօր դատաքննության անցնելու, անգամ տեսեք դատարանը քննարկել է դատաքննության անցնելու հարց, որի ընթացքում օրինակ նախագահը ցուցմունք կտար եւ կպատմեր այն իրականությունը, ինչով պայմանավորված ինքը կայացրել է հրամանագիր եւ այլն եւ այլն։ Բնականաբար այս նյութերը հիմա ներկայիս տեխնոլոգիական հնարավորություններով պայմանավորված եւս մտնելու են պատմության մեջ։ Իսկ ինչ Շահագրգիռ անձանց ընդհանրապես անհրաժեշտ է այն, որ իրականությունը ներկայացվի խեղաթյուրված, այսինքն հենց այն տեսքով, որը իրականացված է, որը ներկայացված է պատմության դասագրքում։ Պարոն Երիցյան, ձեր միջնորդությունից բայց կարծես թե հասկացվեց, որ պարոն Շարամանյանի, այսպես ասած, հարցաքննությունը կամ ելույթը դատարանում շեկ ողջունելու, որ հա հեռարձակվի ուղիղ հեռարձակման։ Ոչ, տեսեք, այնտեղ ես պարոն Շարամանյանի հետ միջև դատական նիստը սկսվել է այս ամեն ինչը քննարկել եմ։ Հիմա որ նախագահ ամբողջությամբ այդ ու նաև լրատվամիջոցներով ներկայացնի այդ հրամանը կայացնելու շարժառիթը, տեղեկացված անձանց շրջանակը եւ այլ հանգամանքներ, դրանք հնարավոր է որոշակիորեն Հայաստանի Հանրապետության պետական շահերին վնաս պատճառան եւ գիտեք նախագահի պատասխանը է այս ամեն ինչի պատճառով։ Ասում եմ ես երկու հոգու պատճառով Հայաստանի Հանրապետության շահերը վտանգի տակ չեմ դնելու։ Այսինքն կա նաև ինֆորմացիա, կարծում եմ, որ սա բոլորիդ համար հասկանալի է եւ ընկալելի, որը հրապարակման ենթակա չէ, բայց բոլորը պատկերացնում եք ինչ ինֆորմացիայի մասին է խոսքը գնում։ Օրինակ ինչ շարժառիթներ են եղել, ինչ սպառնալիքներ են եղել եւ այլն եւ այլն։ Հիմա նաև ես բովանդակի օրինակ ինչ որտեղ կարող է սա նաև եւս խոսել այդ մասին, ես լրատվամիջոցներով նաև իմ Facebook-յան էջում հրապարակել եմ իրական այն հռչակագիրը, ոչ թե հրամանագիրը։ Հռչակագիրը, որը որ պահանջվել է ստորագրել Արցախի Հանրապետության ազգային ժողովից։ Արցախի Հանրապետության նախագահը, եթե ունենար Արցախի Հանրապետությունը լուծարելու, չգիտեմ, որևէ ցանկություն, ապա կոժանդակեր այդ հռչակագրի ընդունմանը։ Սակայն քվորում անհրաժեշտ ապահովելու անհնարինության, այսպես ասած, ձևականության պայմանավորված ինքը խուսափել է այդ ամենից։ Բացի այդ, որևէ մեկը, դա լրատվամիջոցներ բոլոր ներկայ են, որևէ լրատվամիջոց կարող է ցույց տալ այդ հրամանագիրը, համաձայն որի Արցախը լուծարվել է։ Այդ հրամանագիրը ստորագրված, օրինակ այն չեղարկելու վերաբերյալ հրամանագիրը ես հրապարակել եմ։ Այսինքն դա տեղեկատվական հնարք է։ Դա ընդհանրապես եղել է տեղեկատվական հնարք եւ դա եղել է ընդհանրապես բնակչությունը փրկելու, բնակչության անվտանգությունը ապահովելու շարժառիթ։ Հիմա բարթել այդ ամեն ինչը նախագահի վրա, այսինքն մարդը անում է ամեն ինչ, որպեսզի 120,000 բնակչություն փրկի։ Որևէ մեկը կա այստեղ ներկա որևէ մեկը, ով կասի ես նման հրամանագիր օրինակ չէի ստորագրի, կամ ես նման հայտարարություն չէի տա։ Հիմա եթե հետ դառնանք այդ իրադարձություններին, ես վստահ եմ, որ նախագահը նույն կերպ է վարվելու։ Ես էլ լինեմ իր փոխարեն, ես էլ եմ նույն կերպ վարվելու։ Այսա փրկություն է։ Այսա փրկություն է հանուն Եթե հիմա մենք վերադառնանք դատական process-ին, ինչ։ Հանուն ժողովուրդ։ տեսեք ինչ ասում հայցվոր կողմը, պատասխանող կողմը։ Ասում է այն փաստերը, որոնք ես ներկայացրել եմ դասագրքում, դրանք սուտ չեն, ճշմարտություն է։ Այդ ձեր թվարկածը, հա, փաստ է արձանագրել, իսկ այդ սուբյեկտիվ մոտեցումը, թե ինչպես եղավ, ինչի պատճառով եղավ, սա ավելի շատ, այսպես ասած, զգացմունքային կողմն է։ Այս մարդը ասում է ես չեմ ստել։ Շատ լավ։ Հիմա պայմանական ինչ եղել է։ Շատ լավ։ Տեսեք։ Հիմա եկեք Դատը դրա շուրջ է գնում։ Շատ լավ։ Ընկերն էլ պաշտպանում է դա, ասում է ես բայց Շատ լավ, ես երկու օրինակ բերեմ։ Շատ լավ, ես երկու օրինակ բերեմ։ Հիմա պայմանական պատկերացրեք իմ մոտ կա մի շիշ ջուր։ Դուք ինձնից հարցնում եք, սրա մեջ ջուր է։ Ես ասում եմ այո։ Ես ձեզ չեմ ստում, այո, սրա մեջ ջուր է, բայց ես չեմ ավելացնում, որ դրա մեջ օրինակ կա նաև թույլ լցված։ Ես դա չեմ նշում, ես ձեզնից հո իրականությունը չեմ, ես ձեզ ասում եմ, ջուրը, այո, հարցեք տվեք, ջուր է։ Պատասխանում եմ, այո, չեմ ասում, որ դրա մեջ կա նաև, այսինքն իրականությունը ոչ լրիվությամբ եմ ներկայացնում, որ հղի է անդառնալի եւ որոշակի հետևանքներով։ Երկրորդ օրինակը, պայմանական պատկերացնենք ինչ որ պատրոնատար անձի լրագրողները լուսաբանել են, որ ներկա ինչ որ գիշերային ակումբում, օրինակ մերկապարուհիների ակումբում, պայմանական։ Սա արդյոք այս ինֆորմացիան արատավորող է։ Բնականաբար իր պաշտոնատար անձ հանդիսանալու հանգամանքով պայմանավորված կամ հանրային ծառայող հանդիսանալու հանգամանքով պայմանավորված, այո, բայց իրավիճակը կտրուկ կփոխվի, եթե այդ այցը լինի պաշտոնական։ Օրինակ ստուգում իրականացնելու կամ անպատասխան վարչական ակտ կամ վարչարություն իրականացնելու նպատակով։ Հիմա եթե ես ներկայացնեմ, ասեմ, տեսեք, օրինակ Պետրոս Պետրոսյանը գնացել է գիշերային ակումբ մերկապարուհիների ակումբ։ Սա բնականաբար նրան կզրպարտի։ Բայց եթե իրավիճակը փոխվի, ասեմ, դա եղել է պաշտոնական այնց, վարչարության շրջանակներում կայացել է համապատասխան տուգանք կամ չգիտեմ այլ վարչական
իրական ակտ, ապա բնականաբար ես նրա պատիվն ու արժանապատվությունը չեմ արատավորի։ Սա է իրականությունը։ Մենք ասում ենք, եթե խոսում եք, խոսեք լրիվությամբ։ Մեր համար շատ ավելի ընդունելի է իրականությունը։ Մենք չենք ուզում հերքում։ Մենք ասում ենք ընդհանրապես ասեք այն, ինչ իրականում եղել է։ Եվ շնորհակալ եմ, իրոք ես խորապես շնորհակալ եմ լրագրողներին, որ այս ամեն ինչը լուսաբանում եք, որովհետև ձեր շնորհիվ եւս պատմությունը կերտվելու է եւ ձեր շնորհիվ մարդիկ եւս իմանալու են իրականությունը։